Ողջույն, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում այսօր ես հյուրընկալել եմ ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան։ Բարև ձեզ։ Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ, դրան նախորդել էր նոր ընտրական օրենսգրքի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, ըստ որի ես երկու հիմնական կետեր առանձնացնեմ, ըստ էության դուք էլ այդ ձեր հայտարարության մեջ այդ երկու կետն եք առանձնացրել, խոսքը վերաբերվում է ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը, որը ցույց է տալիս, թե քանի քաղաքացի է ռեալ մասնակցել ընտրություններին, եւ երկրորդը վերաբերվում է տեսաձայնագրմանը հենց ընտրատեղամասերի ներսում։ Եվ Հայ ազգային կոնգրեսը հայտարարությամբ հանդես եկավ, ես բառացի մի մասը մեջբերեմ այդ հայտարարության, ստեղծված են լուրջ եւ հիմնավոր նախադրյալներ 2017 թվականին ազգային ժողովի ընտրություններում իշխանափոխության իրականացման, լեգիտիմ իշխանության ձևավորման եւ Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար։ Պարոն Զուրաբյան, մեզ փաստացի այս երկու խնդիրներ խանգարում լուծել, որպեսզի ունենայինք ժողովրդավար Հայաստան եւ լեգիտիմ իշխանություն։ Իհարկե ոչ, բայց եկեք արձանագրենք հետևյալը։ Սահմանական հանրաքվեում իրականում ժողովուրդը հաղթել է, ժողովուրդը գնացել է մեծամասամբ ասել է ոչ, բայց իշխանությունը ընդ որում ոչ է ասել անկախ նրանից, որ ընտրակաշարք են բաժանել, անկախ նրանից, որ ադմինիստրատիվ ճնշումներ են արել, բայց վերջում իշխանությունը տեսնելով որ պարտվում է, միացրել է 500,000-ի ընտրակեղծարարության իր ոսկե պաշարը, որի հետևանքով հայտարարվել է 1,300,000 մասնակցություն, մինչդեռ այդ հանրաքվեին մասնակցել են իրականում 800-850,000 մարդ։ Այդ 500,000-ը ինչպես է քաշվել, պարոն Զուրաբյան։ Շատ պարզ, դա ուրեմն երկու մեթոդիկա կա։ Մեկը մենք ազգային վիճակագրական գործակալության տվյալների համապատասխանությունն ենք ստուգել հրճակված արդյունքներին, այսինքն 18 տարին լրացած տեղեր կան, որ ասենք հենց ըստ օրինակ, չգիտեմ, Էջմիածինում այսքան մարդ է ապրում ըստ բանի գործակալության, այսքան ընտրող կա, այդ բայց ցույց է տրված ընտրողների այնպիսի մասնակցություն, որ ասենք նշանակում է 105% է մասնակցել, օրինակի համար։ Սա մեկ եւ երկրորդը շատ կարեւոր, շատ լուրջ մասնագետներ ընտրական գործընթացների վիճակագրական վերլուծության, մասնավորապես Շպիլկինը, բայց նաեւ այլ մարդիկ իրենք վերլուծություն են արել, մաթեմատիկան շատ ճշգրիտ գիտություն է եւ ուղղակի մաթեմատիկական մեթոդով ցույց են տվել, որ 485,000 մարդ ուռճացված է, այսինքն այդքան այդ մարդիկ չեն իրականում չեն մասնակցել։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ եթե մենք այս կես միլիոնանոց վերջին, այսպես ասած, հուսահատ միջոցը հանում ենք խաղից, կա հնարավորություն հաղթելու իշխանությանը եւ իրական արդյունքները դա ցույց են տալիս։ Հիմա դուք ասում եք, արդյոք սա բավարար է։ Ոչ, սա բավարար չէ։ Չէ, դուք ասում եք հիմքեր է ստեղծում։ Ես ասում եմ հետևյալը. եթե սա չես հանում խաղից, անհնար է որևէ ընտրության մեջ հաղթել։ Եթե սա հանում ես խաղից, այս զեղծարարությունը մատյաններում հանում ես խաղից, էլի բարդ է։ Բայց գոնե կա հնարավորություն, շանս։ Ես այսպեսի հարց տամ, եթե 2017 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հավաքագրի, չեմ ասում ստանա, հավաքագրի այնքան ձայն, որ իրեն թույլ կտա, ասենք, մեծամասնություն կազմելու բացարձակ կամ կոալիցիայով իշխանություն կազմելու, դուք կշնորհավորեք Հանրապետական կուսակցությանը։ Կներեք, մենք նախ չունենք դրա նախադրյալները, մենք չենք տեսնում, որ այդ կուսակցությունը պատրաստվում է անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ։ Մենք նման բան չենք տեսնում, ոնց որ կարող ենք տեսականորեն իհարկե։ Չէ, դուք այստեղ ասում եք հիմքերը կան, օրենքը տալիս է այդ հնարավորությունը։ Հիմքերը կան հաղթանակի համար։ Այն որ իշխանությունը կիրառելու է բոլոր տեսակի ընտրակեղծարարություն, բայց ընտրակաշարքի եւ ադմինիստրատիվ ճնշումների սահմաններում դա միանշանակ է մեզ համար։ Բայց մենք ասում ենք անկախ այդ կիրառվող միջոցներին կա հնարավորություն հաղթելու, որովհետեւ այն վերջին իրենց պաշարը խաղից դուրս է հանված։
Պարոն Զուրաբյան, այդ դեպքում խնդիրը կայանում է ընդդիմությանը վստահել չվստահելու մեջ, չէ՞։ Ճիշտ է։ Այսինքն որքանով է ընդդիմությունը կարողանում համոզել նույն քաղաքացուն, որը 5000 դրամ է վերցնում կամ լսում է ինչ-որ մի չինովնիկի հորդոր եւ գնում ընտրում է հանրապետականին կամ սատելիտ այլ կուսակցության։ Այ ընդդիմությունը որքանով կարողանա այդ մարդկանց համոզել, ցույց տալ, որ այ իրական այլընտրանքը ընդդիմությունն է։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Այսինքն մենք պետք է անենք այն, ինչ որ մենք կարողացանք անել 2008 թվականին, երբ որ Տեր-Պետրոսյանը առաջադրվեց նախագահի թեկնածու եւ իր շուրջը հավաքեց անդիմադիր բևեռ, դաշտի դեֆրագմենտացիայի մասին եք խոսում, որը ընկալվեց որպես մարտահրավեր, սև սպիտակ պատկեր, մարտահրավեր իշխանությանը եւ նույնը ինչ որ մենք կարողացանք անել 2015 թվականին, երբ որ նույնպես Դե այնտեղ շատ հստակ էր, այո, ոչ կա։ Այո։ Այսինքն կարևորը ընդդիմադիր բևեռ ստեղծելն է, բայց դա քիչ է։ Ընդդիմադիր բևեռը ստեղծվում է հստակ ուղերձով։ Ժողովուրդը պետք է տեսնի, որ այդ կոնկրետ ընտրական գործընթացը կարող է վերածվել անվստահության իշխանության նկատմամբ, որովհետև ժողովուրդը իրականում ուզում է այս իշխանությունից ազատվել։ Ընդհանրապես ընտրությունների ժողովրդավարության ամբողջ իմաստը այն է, որ դուք կարողանաք խաղաղ միջոցներով, քվեաթերթիկով, ընտրություններով ազատվել այն իշխանությունից, որից արդեն զզվել եք, արդեն չեք ուզում, որ ունենաք։ Պարոն Զուրաբյան, մենք միշտ ասում ենք, որ իշխանությունից զզվել են 90%-ով ընդդիմադիր են, սակայն փորձը ցույց է տալիս, ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ կարող են հայոյել ամենավերջին բառերով իշխանություններին, կարող են դժգոհել պատերի տակ կամ լրատվամիջոցներով, բայց երբ գնում են ընտրատեղամաս կամ կաշառքով կամ ճնշված լինելով կամ չգիտեմ այլ միջոցով ընտրում են իշխանություններին։ Գյումրի ու Վանաձորի ընտրությունները կարծում եմ դրա արտահայտություններից մեկն է։ Դուք հասկանում եք, որ եթե լինեին ազատ եւ արդար ընտրություններ Հայաստանում, լրիվ օրինական, չբաժանվեր կաշառք, այսինքն բաները, իրավապահ մարմինները ուղղակի դրա դեմն առնեին, ինչպես անում են դեմոկրատական աշխարհում, եթե չկիրառվեր ադմինիստրատիվ ռեսուրս եւ չարվեր այդ զեղծարարությունները քվեատոփերի հետ, քվեաթերթիկների հետ եւ այլն։ Վերջի ասած այդքան էլ չի կիրառվել այդ վերջին դրսը։ Չէ, վերջին ասածը կիրառվել է 2015 թվականին դա համատարած։ Չէ, 15 թվականին համաձայն եմ, բայց 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Գյումրիում ու Վանաձորում այդ մեկը կարծես թե ավելի քիչ էր։ Շատ ճիշտ եք, բայց ասենք նույն Գյումրիում ու Վանաձորում այնուամենայնիվ զուտ մարդկային վերահսկողությամբ հնարավոր չի, ասենք կարող է կոնկրետ զեղծարարությունը մատյաներում, այսինքն ուրիշի փոխարեն քվեարկությունը կազմել է 6, ասենք 5%։ Բայց այդ 5%-ը հերիք էր, որ Բալասանյանը չհաղթեր։ Համաձայն եմ։ Հա։ Ուրեմն անգամ դա բայց ես ասում եմ, որ տոկոսներ ստանում է ինչ որ կոնստանտ հանրապետական կուսակցությունը, բայց ընդդիմությունը իր հերթին ստանում է շատ չնչին տոկոսներ։ Օրինակ Հայ ազգային կոնգրեսը բավականին շատ մեղմ կարտահայտեմ, ոչ տպավորիչ արդյունքներ գրանցեց։ Եթե զեղծարարություն չլներ, Հայ ազգային կոնգրեսը ավելի շատ ձայն կստանար։ Ես հուսով եմ, դուք որպես լուրջ քաղաքագետ եւ ընդհանրապես որևէ լուրջ քաղաքագետ երբեք չի համարի Գյումրիում ու Վանաձորում անցած ընտրությունները որպես կուսակցությունների ռեյտինգի ստուգում, որովհետեւ կներեք ոչ ոք չի քվեարկել ինչ որ կուսակցության օգտին։ Այդ քաղաքներում քվեարկել են ֆորմալ կուսակցություններ են եղել, բայց այդ քաղաքներում քվեարկել են քաղաքապետի այն տեխնացուի օգտին, որից նյութական ինչ որ մի բան սպասել են, բարելավում, ծառայություն, փող, չգիտեմ, փողոցի բարելավում եւ այլն եւ այլն։ Բայց Պարոն Զուրաբյան, ամեն դեպքում դա ցուցիչ է ինչ որ չափով, ոչ միայն նշանակ։ Դա ցուցիչ էր մենակ հետեւյալի, թե կոնկրետ այդ քաղաքում որ կուսակցությունը ունի ավելի շատ մաֆիոզ ազդեցություն եւ ինչ որ մի կլանային ազդեցություն։ Օրինակ Գալանի Լուսավոր Հայաստանը այդ պատկերից կհանեմ, Գալային ու Լուսավոր Հայաստանից այդ պատկերին կհանեմ, Գալան ու Լուսավոր Հայաստանը իրենց հաջողության իմաստն էր, որ այնուամենայնիվ կա գաղափարական հատված, որը չի մտնում այդ այլ կուսակցությունների ընտրակաշառքի ցանցերի մեջ, այդ գաղափարական հատվածը գնաց Գյումրիում Գալայի հետևից, իսկ Վանաձորում գնաց Լուսավոր Հայաստանի հետևից, եւ սա կապված է հիմնականում նրա հետ, որ որպես տեղական
կազմակերպություններ քաղաքական, նրանք ունեցել են շատ ավելի լուրջ կապ այդ գաղափարական հատվածի հետ, մեկ եւ նաեւ շնորհիվ այդ կապի շատ ավելի շուտ են սկսել 1 տարի առաջ 6 ամիս առաջ գալայի դեպքում 1 տարի առաջ լուսավոր Հայաստանի դեպքում իրենք սկսել են այդ բանը մինչդեռ ասենք կոնգրեսը կամ այլ քաղաքական կուսակցություններ իրականում մտել են քարոզարշավի մեջ առաջադրման ժամանակ ինչը կոպիտ սխալ էր որը ես ընդունում եմ Պարոն Զուրաբյան, կոնգրեսի տարածած հայտարարության մեջ նաև նշվում է խոսում եք միավորման համախմբման մասին Այսինքն կոնսոլիդացիայի անհրաժեշտություն եք տեսնում, նոր էլ նշեցիք։ Ես որպես քաղաքացի, սովորական ընտրող, ես ձեզ հարց եմ տալիս։ Լավ, իմ մակարդակում ինչի չմիավորվեցիք, ինչը խանգարեցիմ, ինչի հավատամ, որ դուք կարողանաք 17 թվականին միավորվել, առավել եւս որ նախորդ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների փորձը այդ մասին լավ բան չի հուշում, որովհետեւ ընդդիմությունը միշտ պարակտված է գնում։ Այդ բացատրեմ։ Ընդդիմությունը իրականում չունի այդ ռեալ մաֆիոզ կլանային ազդեցություն ունեցող ֆիգուրներ, որ կարողանա թիմ ընտրություններում հաղթի։ Բայց ընդդիմության շանսը հետեւյալ բանի մեջ է։ Եթե ընդդիմությունը կարողանում է ժողովրդին ներշնչել, որ այս կոնկրետ ընտրությունը լուծում է իշխանության հարց, միջոց է բրցնել Սերժ Սարգսյանի ռեժիմից, հանրապետական ռեժիմից, Միանգամից ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Դա ասում եմ եղավ 2008 թվականին, դա եղավ 13 թվականին, դա եղավ 15 թվականի հանրակրվեի ժամանակ։ Այսինքն խնդիրը սա է։ Բայց ոչ մի դեպքում ես հասցնեմ ավարտին միտքս։ Խնդիրը սա է, այսինքն դու այդ ուղերձը հենց որ ասեցի ժողովրդին, իսկ իշխանափոխության ընտրությունները այսուհետև լինելու են ոչ թե նախագահական ընտրությունները, այլ ազգային ժողովի ընտրությունները, որտեղ սահմանությունը է փոխվել, գիտեք, հիմա ազգային ժողովի ընտրություններով վերջնականորեն ձևավորվում է իշխանությունը Հայաստանում։ Իրենք ըստ էության ասում են լավ, մենք էլ չենք կեղծի մատյաններում, այսինքն թողան կենթանի ընտրողներ քվեարկեն, բայց մենք այնպես կվերափոխենք ընտրական գործընթացը եւ համակարգը, որ մարդիկ այնուամենայնիվ ավելի ընդգրկվեն այդպես կլանային մաֆիոզ գործընթացի մեջ, անձնավորված ընտրությունների մեջ եւ մարդիկ ավելի ապակաղակական ընտրություն կա ավելի խոցելի լինեն ընտրակաշարքի եւ ադմինիստրատիվ ճնշումների, սպառնալիքների ազդեցության համար։ Սա է իրենց ամբողջ հաշվարկը։ Եվ սրա դեմ ինչպես է կառնելու։ Ուրեմն ասեմ, նախ արդեն այն որ չեն կարողանալու այդ կես միլիոնը կեղծել, այսինքն որ կենթանի ընտրող է գալու, դա իրականում բարձրացնում է պատասխանատվությունը ընտրողի վրա։ Մինչև հիմա ընտրողը ինչ է մտածել։ Ընտրողը մտածել է, որ մեկը իշխանությունը իր ուզած արդյունքը ապահովելու է, այսինքն ընտրություններով բան չի փոխվում։ Ուրեմն մի քիչ գոնե փոքենք էլի այս բարից, այս ընտրական process-ից մի 10000 դրամ ստանանք կամ ասենք թողան մի հատ շեբեն փռեն կամ մի բան ստանանք կամ մի խոստում տան քաղաքապետարանի աշխատանքի բան։ Նույնը պատգամավորներն են անում ինչ։ Այո։ Բայց եթե ընտրողը Իսկ սա մեր բոլորիս գործն է։ Հիմա մենք հասցնենք ընտրողին այդ գիտակցությունը։ Եթե ընտրողը գիտակցում է, որ այս նոր գործընթացում ամեն ինչ իրականում կախված է վերջնականում իր քվեարկությունից։ Անկախ նրանից ազդել են ընտրակաշարքով ինչ այլ, բայց իր քվեարկությունից է կախված։ Ոչ ոք չի կարող հետո փոխել այլ մեթոդներով այդ քվեարկության արդյունքները։ Այդ ժամանակ այդ նույն ընտրողը զգալով իր պատասխանատվությունը ավելի ինքը իր մեջ հոգեբանորեն ավելի պաշտպանված կլինի այդ ընտրակաշարքի ազդեցությունից, այդ բանի ադմինիստրատիվ ճնշման ազդեցությունից, որովհետև ի վերջո ինքը հասկանալու է, որ խնդիրը դրված է։ Հիմա դու կարաս ես իշխանությունից բրցնես, թե չես կարա։ Շանսը կա, ես ինչի ասեցի, որ ազգային ժողովի ընտրությունների նշանակությունը հիմա ավելինն է, քան թե նախագահական է, որովհետև նախագահական ընտրություններով իշխանության մեծ մասն էր որոշվում, ազգային ժողովով վերոշվում էր իշխանության մի փոքր մասը։ Հիմա այդ բաժանումը չկա։ Հիմա ամբողջ իշխանությունը որոշվում է մի գործընթացով, ազգային ժողովի ընտրությունների։ Պարոն Զուրաբյան, տեսեք, իշխանության վերարտադրության մասին որ խոսում ենք, դա միայն հանրապետական կուսակցությունը չէ, համաձայնվեք, կան նաև այլ կուսակցություններ, որոնք շատ սերտորեն կառուցողական համագործակցում են հանրապետական կուսակցության հետ եւ աջակցում են այդ իշխանության վերարտադրությանը։ Հիմա այնպես է ստացվել, որ օրինակ
կներեք Հանրապետական կուսակցություն, Բարգավաճ Հայաստան, չգիտեմ, Օրինաց երկիր, Հայեղափոխական դաշնակցություն նախորդ ընտրությունների փորձը դիտարկելիս ցույց է տալիս, որ այդ կուսակցությունները կարողանում են վերցնել քվեների 60-ից 70%, նայած ընտրություն կախված այլ հանգամանքներից։ Եվ հիմա դուք խոսում եք համագործակցության մասին։ Ես ուզում եմ հասկանալ, դուք համագործակցություն տեսնում եք որ ուժերի հետ եւ արդյոք կան ձեր համար կարմիր գծեր այդ համագործակցության առումով։ Օրինակ նայեք, ԲՀԿ-ն, երբ որ ինքը այդ համակարգի մաս էր կազմում, իսկ իրականում դա մի համակարգ էր, որտեղ իսկապես կային ֆորմալ կուսակցություններ, որոնք ռոտացիոն կարգով գնում էին ընդդիմություն, հետո վերադառնում էին իշխանություն, կազմում էին կոալիցիաներ տարբեր կազմերով եւ այլն, բայց այդ կուսակցություններն էին, որոնք ոնց որ արտոնյալ կարգավիճակ ունեին Հայաստանում։ Այն առումով որ ունեն սեփական, բոլորը ունեն սեփական հեռուստատեսություն, կանալ, հանրային, մարդկային ռեսուրսներ, բոլորը ֆինանսական ռեսուրսներ, ընտրողների բերման ցանցեր, որ բոլորը ունեն բիզնեսներ, որոնք կառուցում են բոլոր հնարավոր ռեսուրսներն ունեն ձայներ հավաքագրելու համար։ Բայց երբ որ ԲՀԿ-ն լինելով այդ արատավոր համակարգի մաս, իր մեջ ներուժ գտավ անկեղծորեն դիմադրելու, այսինքն դուրս գալու, մարտահրավեր նետելու ռեժիմին, մենք միայն ողջունեցինք դա եւ գնացինք նրանց հետ համագործակցության գործընթացի, դե հիմա վերջի պահին գիտեք ինչ եղավ։ Դե հիմա, բայց ուզում եմ արդյունքով ենք դա։ Բայց կներեք, այդ ընթացքում մենք շատ լուրջ քաղաքական գործընթացներ արեցինք, մենք 44 падգամավորով կարողացանք բազմաթիվ հարցեր բարձրացնել եւ ահագին սասանել իշխանության դիրքերը եւ երբ որ եկավ վերջին պահը, երբ որ սասանած իշխանությանը քշելու պահը եկավ, այդ պահին կիրառվեցին լրիվ այլ մեթոդներ, բայց դուք գիտեիք, որ այդ մեթոդները կիրառվում են, կիրառվելու են եւ ելի կիրառվեն։ Այնուամենայնիվ մենք կարծում ենք, որ այլընտրանք այդ process-ին չկար, որովհետեւ իշխանությանը պետք է լավ, այդ process-ը պետք է նետել մարտը, մենք փորձեցինք։ Եվ ասում եմ, այն պահին, այն ընթացքում, երբ որ ԲՀԿ-ն անկեղծորեն մտել էր այդ գործընթացի մեջ եւ մարտահրավեր էր նետել իշխանությանը, մենք այդ ամբողջ գործընթացում իրենց հետ շատ լավ համագործակցել ենք, անկախ նրանից, թե իրենք անցյալում ինչ են արել կամ ինչ մաս են կազմել այդ իշխանական մարմնի։ Սա նույն սկզբունքն է։ Եթե իրենք մնալու են կոռումպացված քաղաքական ընտրական մեխանիզմի մաս, ոչ մի համագործակցություն հնարավոր չի, ավելին, դա պետք է լինի արդեն քննադատություն, բացահայտում եւ այլն եւ այլն։ Բայց ես չեմ ուզում հիմա ոչ մեկին հանել, այսինքն այսինքն միանգամից մերժել եւ այլն եւ այլն։ Եթե տեսնենք, որ նրանց մոտ կա այդ նպատակը, առայժմ չենք տեսնում, դա էլ ասեմ։ Բայց ինչի ընդդիմություն են, չէ՞։ Դե ասում եմ, առայժմ չենք տեսնում, որովհետեւ կներեք, ինչ է նշանակում ընդդիմություն, եթե մենք միասին ճնշմամբ, իհարկե մենք էինք տանում հիմնական process-ը, հասնում ենք 4+4+4-ով այն զիջումների, ցուցակների հրապարակման, վիդեոկամերաների տեղադրմանը, հետո մյուս օրը, երբ որ պարզ է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է հաստատվի եւ առնվազն կարելի էր պահանջել միասնաբար, որ գոնե այդ 7 հոգուց 3-ը ներկայացնեն ընդդիմությանը, մեկ էլ այդ իրենք դուրս են գալիս այդ process-ից եւ պարզվում է, որ նույն կազմը, նույն վարկաբեկված այդ կեղտը կատարած կազմը առաջադրվում է հենց այս կուսակցությունների կողմից, ընդ որում պետաիրավականի 15 անդամ, 14 անդամից 10-ը մտնում են այդ process-ի մեջ եւ այն մյուս 4-ը էլ ալտերնատիվ մարդ չեն կարող առաջադրել։ Այսքանից հետո դուք դիտարկում եք հնարավորություն այդ կուսակցությունների ՕԵԿ-ի եւ Բարգավաճի հետ համագործակցության։ Այդ այսպես ասեմ, ակնկալելը մեր կողմից աղագին սասանված է, այսինքն մենք բայց հնարավորություն դիտարկում ենք։ Չէ, դրա համար պետք է լինեն լուրջ հիմքեր, ոնց որ եղան նախկինում, անցյալում։ Մենք այդ հիմքերը առայժմ չենք տեսնում, բայց գործընթաց է գնում, երկիրը շատ ծանր վիճակում է գտնվում, շատ սոցիալական դժգոհությունը շատ է։ Իշխանության դիրքերը ամուր չհամարեք երբեք։ Իշխանությունը իրականում։ Բայց մենք ամուր չենք համարում, ուղղակի իրենք վերարտադրվում են, պարոն Զուրաբյան, նաև ընդդիմության մեղքով, որովհետև շատ ավելի մեծ դժվարությամբ են վերարտադրվում։ Բայց դե վերարտադրվում իսկ հիմա հենց մեր պարտադրված փոփոխությունների շնորհիվ շանս կա, որ իրենք չկարողանան վերարտադրվեն։
ուրեմն եթե մենք կարողանում ենք այդ բևեռը սարքել, մենք ուղերձը հասցնել ժողովրդին, որ ժողովուրդ, եթե դու գնում ես քվեարկում ես, հարցը լուծվում է, այդ շանսը կա։ Առաջներում մենք այդ բանը ասում էինք, բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ ի վերջո իրանք ունեն այդ վերջում դնել այդ մատյաներում ամեն ինչ փոխելու պատճառը։ Բայց հիմա էլ արձանագրություն են փոխում, պարոն Զուրաբյան, նույն դիմադրությունների ժամանակ, ասենք, չկար այդ խոշոր մասշտաբներով կրկնակի քվեարկություն, լցոնում, գողանալ, քվեատուփ եւ այլն, բայց պարզվում է հիմա դատարան էին ներկայացրել դատարանը մեջից 72-ից 35-ում կարծեմ արձանագրությունների մեջ անճշտություն եւ սխալներ կային, այսինքն այլ բան է արձանագրված, սակայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը այլ բան է հրապարակում։ Բա վիդեոկամերաները ինչի համար ենք ուզում տեղադրենք, որ այդ ամբողջ գործընթացը նկարահանվի, որովհետև տեսականորեն հնարավոր է եւ դա լինում է որոշ տեղամասերում, որ իշխանությունը ամբողջ տեղամասը վերցնում է իր վերահսկողության ներքո, այսինքն կաշառում է ընդդիմության անգամ մեր ներկայացուցիչները, մենք դա չենք շղթում, որ լինում են տես դեպքեր եւ չկա այդպիսի ընդդիմադիր կուսակցություն, որի հանձնաժողովի անդամները կամ վստահված անձինք չծախվեն, բայց կա մի կուսակցություն, որի անդամները հանձնաժողովի ամենաչծախվողն են եւ կարողանում են եւ դա լավ, դա կներեք արդեն բոլորը գիտեն, պետք չէ, ինչ կարևորը թե ինչ են ասում։ Իրականությունը բոլորը գիտեն։ Հիմա ուզում եմ ասեմ, մի տեղամասում կարող են եթե այդ հանցավոր համաձայնության գալիս են, կներեք կարան այոյից ինչքան ոչից ինչքան ուզում են այոյի մեջ դնեն, այս տեխնոլոգիա ինչքան ուզում են այնտեղ դնեն, ինչ ուզեն արձանագրեն, բնականաբար, բայց դրա համար վիդեոկամերաները շատ կարևոր են, որովհետև արդեն այդ process-ը կտեսագրվի։ Պես որ տեսագրումը գումարած ցուցակների հրապարակումը լուծում է այն խնդիրը, որ գոնե process-ը ամբողջ այն առումով, որ կենթանի ընտրողը ոնց եկել է քվեարկել է, այդ process-ը կարձանագրվի ճշգրիտ։ Իսկ պարոն մնում է ընդհանրամասն հասկանալի, այսպիսի հարց տամ փորձենք արդեն ամփոփել, եթե ընդդիմության մեջ միավորում տեղի չունեցավ, հնարավոր չեղավ ձևավորել այն բևեռը, որի մասին դուք խոսում եք, փոքր բևեռ ստացվեց կամ ոչ նշանակալից, կարող ենք ասել, որ իշխանությունը շատ հանգիստ այդ դեպքում կարող է վերարտադրվել եւ չկա այնպիսի հիմա ես ցավով եմ ասում այնպիսի մի ինդիմադիր ուժ, որը առանձին ինք իրենով վերցրած բևեռ լինի։ Մենք դա ենք նախատեսել մեր հայտարարության մեջ, ըստ էության դրա վերաբերյալ կա դրույթ նաև։ Այո, որ այլ կուսակցություն, քաղաքացիականներ։ Այո, տեսականորեն չի կարելի բացառել այն տարբերակը, որ այդ համախմբումը չլինի, քաղաքական ուժերի դաշինք չստեղծվի, բայց մենք չպետք է վիճակը անհույս համարենք այդ դեպքում։ Դա իհարկե կբարթացնի, դա շատ ավելի կբարթացնի մեր պայքարի հնարավորությունը, բայց մենք դրա համար նախատեսել ենք հետևյալ գործընթացը։ Ընտրողների հետ ազնիվ խոսել։ Դրա համար մենք նախատեսել ենք հետևյալ գործընթացը, որի մասին մեր հայտարարության մեջ ակնարկներ կան։ Դա ինչ է։ Դա նշանակում է մենք կոնգրեսը հայտարարում ենք մի տրամպլին, մի պլատֆորմ։ Բոլոր այն քաղաքական գործիչների, հասարակական գործիչների, տարբեր տեսակի նախաձեռնությունների համար, ովքեր հիմա որովհետև ուրիշ տարբերակել չկա սեփական քաղաքական նկարտումները իրականացնելու, քան որևէ կուսակցության ցուցակով, ուրեմն մենք ասում ենք կոնգրեսը համարեք այդպիսի մի տրամպլին, այդպիսի մի հնարավորություն, միջոց, որը ձեզ թույլ է տալիս, եթե դուք վստահ եք ձեր ազդեցության վրա, ձեր ձայների հավաքելու բևեռ դառնալու փորձ եք կատարում։ Բայց այնուամենայնիվ նաև չեք ընդունում այս իշխանությունները, այսինքն ինչ որ չափով այն սկզբունքներին դավանում եք, որ կոնգրեսը հայտարարել է, ուրեմն մտեք այդ գործընթացի մեջ եւ մենք հատուկ նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ ամեն շրջանում, որ գնան բանակցեն տեղում տարբեր հեղինակավոր խմբերի մարդկանց հետ այդ գործընթացը եւս 6 կուսակցություն նման բանով է զբաղվում։ Այսինքն ես համարում եմ, որ հիմա ընդդիմության հիմնական խնդիրը, չգիտեմ, ճիշտ է թե սխալ է, ոչ միայն ֆինանսական ռեսուրսների սղությունն է, այլ նաեւ մարդկային ռեսուրսների սղությունն է նամանավանդ փոփոխված ընտրական օրենսգրքով, որովհետեւ ես կարծում եմ, չկա մի ընդդիմադիր ուժ ցավով էլի, որ
կարողանա, այսինքն այդպիսի ցուցակներ ներկայացնել տեղային Բավրայից մինչև Մեղրի։ Լուրջ խնդիրների առաջ են կանգնել։ Չէ, մենք կարող ենք ներկայացնել։ Այստեղ յուրաքանչյուրն էլ կարող է ուղղակի կախված է մարդու հեղինակությունից, որակից եւ այլն։ Այս գործընթացում նաև իրականում ոչ մի հնարավորություն չունեն նորաստեղծ կուսակցությունները, որովհետեւ մի քանի ամիս դա բավարար ժամանակ չէ որևէ կուսակցության համար ձեռք բերել այն ճանաչումը, որը ասենք ունեն նախկինում ստեղծված, արդեն կայացած կուսակցությունները, ովքեր շատ երկար ժամանակ քաղաքական գործունեություն են Հայաստանում իրականացնում եւ իրականում դրանց է ճանաչում ժողովուրդը եւ դրանց անցած ուղին գիտի եւ շատ լավ պատկերացնում է ումից ինչ կարելի է սպասել։ Նորաստեղծները շատ լավ գաղափար է, բայց իրենք շանս չունեն։ Եթե իհարկե չի ձևավորվում մեծ դաշինք, բայց ասում եմ նորաստեղծ կուսակցությունը, ուղղակի մի նոր կուսակցություն, ինքը շատ փոքր հնարավորություն ունի։ Այդ առումով կոնգրեսը իհարկե որպես տրամպլին այլ քաղաքական ուժերի, գործիչների, հասարակական գործիչների համար ունի մեծ առավելություն։ Եվ վերջին հարցը, ես այս վերջի շրջանում մոնիտորինգ եմ անում, փորձում եմ վերլուծել թիմ ընտրությունները 18-ին սեպտեմբերի եւ հոկտեմբերի 2-ին ամբողջ Հայաստանի տարածքում անցկացվեցին։ Ես ուզում եմ հասկանալ, ինչու դուք չեք կարևորում, ընդդիմության մասին է խոսքը, որի ներկայացուցիչը նաեւ դուք եք, ձեր կուսակցությունն է, չի կարևորում այդ ընտրությունների վերջը հենց այդ մակարդակում է, չէ, ասենք ընտրությունը աղճատվում, այսինքն նույն գյուղերում 1000, 2000, 3000 ընտրող ունեցող գյուղերում ընդդիմությունը չունի որևէ ներկայացուցիչ, չի մասնակցում, ներկայացված չէ։ Այ չեք համարում, որ դա մարտավարական մեծ սխալ է եւ պետք էր ամեն դեպքում մասնակցել, գոնե ճանաչելիության խնդիր լուծել, մարդկանց հետ շփվելու խնդիր լուծել։ Մենք ոչ թե չենք կարևորում այդ ընտրությունները, այլ մենք ուղղակի շատ լավ գիտակցում ենք, որ կոռումպացված մաֆիոզ այս համակարգում, որ գործում է Հայաստանում, թիմ ընտրություններում անհնար է ընդդիմությանը, ռեալ գաղափարական քաղաքական ընդդիմությանը արձանագրել որևէ լուրջ արդյունք, դա կարելի անել միայն համապետական իշխանափոխության հետ կապված ընտրությունները։ Բայց պարոն Սուրակյան, բայց մյուս կողմից անցալով հենց ձեր ասացին, որ պետք է այնուամենայնիվ տեղական process-ներին մի քիչ հասու լինել եւ տեղյակ լինել եւ այլն, մենք մասնակցեցինք Գյումրիում, չունենալով լուրջ ակնկալիքներ այդ բան, բայց դա մեզ շատ բան տվեց, այն առումով, որ մենք նաեւ տեսնում ենք ինչ նոր տեխնոլոգիաներ են կիրառվում, ինչ բաժանումներ կան, ինչպես է գործում ընտրակեղծարար մեքենան, այսինքն այդ առումով շատ կարեւոր էր մեր մասնակցությունը, բայց ուզում եմ ասեմ, մենք կարեւորում ենք, բայց շատ լավ գիտակցում ենք, որ թիմ ընտրություններով հարց չեն լուծում։ Եվ մեկ դիտարկում անենք եւ ավարտվենք, դուք որ ասում եք համապետական հետո կտակ ինձ պատասխանի հնարավորություն համապետական մասշտաբով պետք է իշխանությունը վերցնել, ես ուզում եմ ասել, որ այդ համապետական կոչվածը ձևավորվում է գյուղերում։ Այսինքն Սերժ Սարգսյանը որ հաղթում է, ինքը հաղթում է ոչ թե մեծ քաղաքներում, Ռաֆու ընտրությունները դա ապացուցեցին, թիմ Հանրաքվեն դա ապացուցեց, ասենք Գյումրիում կարող է հաղթել, բացի Ռաֆի Հովհաննիսյանի ընտրություններից, այդ 13 թվականի ընտրություններից, բայց Շիրակի մարզում հանրապետականը հաղթում է։ Ինչի հաշվին։ Գյուղերի հաշվին։ Ընդդիմությունը այնտեղ բացակայում է։ Մոլորություն, այո, բացակայում է, դրա համար էլ ասենք մի գյուղում, որտեղ ասենք մի գյուղում, որտեղ իրականում եկել է 300 մարդ քվեարկել է, ընդ որում մեծամասնությունը կարող է ընդդիմության օգտինակ քվեարկել, հայտարարվում է արդյունք, որ մասնակցությունը եղել է 3000 մարդ, եւ 90%-ով ձայները տրվել են իշխանությանը, որովհետև այդ տեղամասում Հիմա ճիշտ թիվ կգրեն 90%-ը կասեն իշխանությանը։ Այ հիմա դա չի լինի երկու պատճառով, որովհետև քանի որ ցուցակները հրապարակում են, իրենք չեն կարողանա ցույց տալ 3000 մասնակցություն, իրենք ցույց տան այդ 300 մարդու մասնակցությունը։ Այո, 300-ն էլ քվեարկել է ՀԿ-ի օգտին։ Եվ նաև վիդեոկամերաներ այնտեղ տեղավորված կլինեն, որոնք կբացառեն ակնհայտ հանցավոր այդ գործարքները կապված բյուլետենների մանիպուլյացիաների հետ եւ այլն եւ այլն։ Այնպես որ իրականում այ հենց այդ ձեր ասած հարցի լուծումը տրված է ընտրական օրենքի այն փոփոխությունները, որ մենք թելադրեցինք իշխանության վրա։ Շնորհակալություն, հուսանք, որ 2017 թվականի ընտրությունների արդյունքները ամփոփելուց այդ ձեր լավատեսությունը այսպես ռեալ արտահայտություն կունենա։ Դա մեր բոլորիս գործն է։ Մենք ամբողջ
հասարակությունը համախմբի։ Այդ թվում ձեզ լրագրողներին բոլորս պետք է այդ գործին դե առաջիկայում կերևա թե ընդդիմությունը ինչքանով կարող է համախմբվել։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ այսօր ես զրուցում էի ազգային ժողովի հակխմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ, կհանդիպենք։